Սուրբ Հոգու առաջնորդությամբ պետք է պատրաստ լինենք նաև ավետարանը մյուսներին փոխանցելու։ Սա էլ կարևոր բան է, որովհետև մենք պետք է նաև բաժնեկից լինենք եւ այդ մեր բաժինը, որ մեզ տրված է, չվախենանք կիսել ուրիշի հետ։ Այսօր կան չէ շատ պատրաստված գիտնականներ, ուսուցիչներ, որ ոչ մի աշակերտ չեն պահում, իրենց գիտելիքը միայն իրենց համար է, սերունդ չեն թողնում։ Եվ մենք ինչ տարբերություն, թե սուրբ գիրքը անգիր իմանամ ու որևէ մեկին դրա մասին չխոսեմ, չպատմեմ, որպեսզի մարդիկ իրենք էլ փրկություն ունենան։ Ես ինքնավախճան նպատակով պիտի գնամ ու մեռնեմ, ոչ մի բան չպիտի շահեմ ինձ համար։ Ուրեմն Սուրբ Հոգու առաջնորդությամբ մենք պետք է դժվար ու անհարմար ժամանակներն անգամ օգտագործելով Աստծո խոսքը քարոզել։ Տեսեք, մարդը գնում է հուղարկավորության, չէ՞ որ քահանան գնում է այնտեղ։ Մարդը ցավի մեջ է, տառապում է, գոռում է, կասկածում է, լացում է։ Ուրեմն քո խոսքից է կախված ինքը այդ պահին կխաղաղվի, կհավատա, թե հակառակը իր ցավի մեջ ավելի անտարբեր ու Աստծո հանդեպ արհամարհական կեցվածք ունենա։ Շատ կարևոր է թե